Ընտրությունների օրը շրջելիս գրեթե ամեն ընտրատարածքի մոտ տեսնում ենք երիտասարդների կուտակումներ։ Այսպիսի պատկեր էր մեզ սպասում Շենգավիթում, Այնթափում եւ մասնավորապես հարավ-արևմտյան թաղամասի անկախ մայլա կոչվող հատվածում։ Այստեղ մեզ հաջողվեց զրուցել ընտրողներից մեկի եւ ընտրական հանձնաժողովի նախագահի հետ այն մասին, թե ինչպես են ընթանում ընտրությունները։ Ըստ վերջինի միակ խնդիրը վստահված անձանց քանակի պակասն էր։ Միակ բողոք ունեմ ես, առաջին բողոքը դա նա է, որ չենք ունեցել դիտորդել այլ կուսակցությունների, չենք ունեցել վստահված անձիկ։ Միայն հանրապետականն է այստեղ, որը փոփոխվելով, այսինքն մեկ դիտորդ, մեկ վստահված անձ։ Հանձնաժողովի անդամներ, որոնք որ մոտենում են երեխան առաջի անգամ ընտրում է, եկել առանց ինձ, ես աշխատանքի եմ։ Զանգահարում այն, ասում մամ, ես գնացի, դե ճանաչում են ամբողջ թաղամասը մեկը մյուսին։ Մաման ուր է, գործի է։ Լավում ես ընտրելու, ասում դե դա ձեր գործը չի։ Չէ, բանը Վիկա ջան ընտրի հա Սերժ Սարգսյանին։ Ասում բանը ձեր գործը չի, ես ում կընտրեմ։ Երեխեն մտնում ընտրում ա ում որ ուզում է, հետո դուրս է գալիս, չեն կնքում բուլետինը։ Առանց կնիքը խփելու, կնիքը միայն խփված է անձնագրի մեջ։ Բայց բուլետինը չեն կնքում։ Հետո ասում է, բայց չէի կնքելու, ասել են դե քիչ։ Գցում ասում է, բայց չեք կնքել, դե լավ ոչինչ։ Դա ինչ է նշանակում։ Դա խախտում չի արդյոք։ Անվավեր է լինելու։ Անվավեր է լինելու, ես նոր մոտեցա իրենց, ասում սա անվավեր չի լինելու, դե չէ, հանձնաժողովը կհավաքվի, կորոշի, ասի մինչև դուք որոշեք, ձեր արած գործը արդեն արել եք։ Ընտրությունները անցել է շատ բարձր մակարդակով, առանց որևէ քաշքշուկի, առանց որևէ վիճաբանության։ Դրա պատճառը նա է, որ բնակիչները հիմնականում իրար ճանաչում են, մեր բնակիչներն են, աշխատանքի առումով բոլորը ինստիտուտի բնակիչներ, իրար ճանաչելով հանդերձ, իրար փոխադարձ հարկելով ամեն ինչ ացել է բարձր մակարդակի։ Թե ես ում կընտրեմ, ում չեմ ընտրի, դա թող ես իմանամ միայն։ Ժողովուրդը թող ինքը որոշի ինքը ում է ընտրելու։ Թող ուզի իր սրտի մարդուն, որին որ կարծում է ու տեսնում է, որ այդ մարդը կկարողանա փոխի։ Մենք 20 տարի տանջվեցինք արդեն սրան ձեռքին, բավարար է, այսենց կուշտ ենք։ Սերժ Սարգսյանից էլ ենք կուշտ, Քոչարյանից էլ ենք կուշտ, իրանց կլանից էլ ենք կուշտ։